Դասական մեխանիկայի դասընթացի 15-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն նախորդ անգամ մենք սկսեցինք ուսումնասիրել Լեժանդրի ձևափոխությունը միաչափ դեպքում։ Ուրեմն կարճ վերհիշենք, թե ինչի մասին է խոսքը։ Ու ապացուցենք այն թեորեմը, որ նախորդ անգամ ձևակերպեցի։ Ուրեմն եթե ունենք ինչ-որ f ֆունկցիա, որը գործում է r-ից r, ապա կարող ենք սրան համապատասխանության մեջ դնել մի ուրիշ ֆունկցիա, որը ես կնշանակեմ j կախված p-ից, s հավասար է սուպրեմում, երբ x-ը r-ի մեջ է, px հանած fx։ Ուրեմն ընդհանուր դեպքում այս j ֆունկցիայի մասին շատ բան ասել չեն կարող, մենք չեն կարող ասել ինքը ամենուրեք վերջավոր է թե ոչ, ու հեշտ է կառուցել օրինակներ, երբ ինքը վերջավոր չի։ Մեր արդյունքը, մեզ հետաքրքրող թեորեմա այն դեպքին է վերաբերում, երբ f ֆունկցիան հավասարաչափ ուռուցիկ է։ Ուրեմն հիշենք, որ f-ը մենք անվանեցինք հավասարաչափ ուռուցիկ, ըստ սահմանման, այս նշանակում է, որ f-ը c2 դասից է, և գոյություն ունի ինչ-որ մի c հաստատուն, այնպիսին, որ f-ի երկրորդ ածանցավը վերևից և ներքևից սահմանափակ է c-ով և c-1-ով։ Այս դեպքում թեորեմը հետևյալն էր, որ ուրեմն երկու կետ կար, առաջինը, որ ասում էր j-ն, ուրեմն եթե f-ը հավասարաչափ ուռուցիկ է, ապա նախ j-ն c2 դասից է, ինքը մեջ այն ամենուրեք վերջաբար և c2 դասից է, և j-ն հավասարաչափ ուռուցիկ է։ Ու երկրորդ կետը ասում էր, որ եթե j-ի վրա կիրառենք Լեժանդրի ձևափոխությունը, ապա կստանանք f-ը։ Ուրեմն j-ի Լեժանդրի ձևափոխությունը համընկնում է f-ի հետ։ Մեզ է հիմնական արդյունքը։ Մենք ես կապացուցենք ու կքննարկենք նաև բազմաչափ դեպքը։ Ուրեմն ապացույց։ Նախորդ անգամ մենք ցույց տվեցինք հետևյալը, որ եթե f հավասարաչափ ուռուցիկ է, ուրեմն սկսում ենք այից, եթե f հավասարաչափ ուռուցիկ է, ապա ինքը վերևից և ներքևից գնահատվում է քառակուսային ֆունկցիայով, այսինքն գոյություն ունեն a դրական թիվ, a և b դրական թվեր, այնպիսին, որ ցանկացած x-ի համար r-ից fx-ը փոքր է a x քառակուսի գումարած b և մեծ է a-1 x քառակուսի հանած b։ Այսինքն գտնում է երկու պարաբոլների հեռանկում։ Ուրեմն ստեղից միանգամից հետևում է, որ j-ն ամենուրեք վերջավոր է, որովհետև եթե մենք ներմուծենք, ասենք, մեծատառ f px ֆունկցիան, որը հավասար է n արտահայտությանը, որի համար մենք ընտրում ենք սուպրեմումը, այսինքն սրան, px հանած fx-ին, px հանած fx, ապա այս ձախ կողմի անհավասարությունից հետևում է, որ ձախ կողմի անհավասարությունից հետևում է, որ այս ֆունկցիան ձգտում է մինուս անսահմանության, երբ x-ի բացարձակ արժեքը ձգտում է անսահմանության։ Հետևաբար անընդհատ ֆունկցիա է, հետևաբար գոյություն ունի գոնե մի մաքսիմում։ Այսինքն գոյություն ունի գոնե մի մաքսիմում, որպես ֆունկցիա x-ից, այսինքն x
f(x) ֆունկցիան ունի մաքսիմումի կետ, ունի մաքսիմում։ Դե եթե ունի մաքսիմում, այդ կետում հատանցալը պետք է լինի 0, հաշվենք այդ հատանցալը, ուրեմն df dx-ը հեշտությամբ ստանում ենք, որ հավասար է p հանած f'(x)։ Ուրեմն ես հավասար է, մեզ հետաքրքրում է այս հավասարումը, թե որ կետերում ես դառնում 0, բայց ակնհայտ է, որ գոյություն ունի մի կետ, քանի որ f2 շտրիխը մեծ կամ հավասար է ինչ որ c-1-ից, որը մեծ է 0-ից, հետևաբար f շտրիխը խիտ հաճող է։ Եթե f շտրիխը խիստ հաճող է, նշանակում է այս հավասարումը ունի միակ լուծումը։ Այսինքն, ժ գտնելու համար ինչ պետք է անել, պետք է լուծել f'(x)-ը հավասար է p հավասարումը, ընդ որում մենք գիտենք, որ լուծումը գոյություն ունի, քանի որ f ունի մաքսիմում, ու լուծումը միակն է, քանի որ f շտրիխը խիստ հաճող է։ Ուրեմն սա ունի միակ լուծումը։ Գոյություն ունի միակ լուծումը, որը մենք կնշանակենք, ասենք, φx-ով, p-ն հավասար է φx-ի։ Ընդ որում հակադարձ ֆունկցիայի թեորեմից մենք միանգամից ստանում ենք, որ այս φ ֆունկցիան պարտավոր է լինել c2 դասից։ C1 դասից, որովհետև f-ը c2 դասից էր, f շտրիխը կլինի c1 դասից։ Հակադարձ ֆունկցիայի թեորեմը ասում է, որ եթե մենք կարողանում ենք այս հավասարումը լուծել, ապա եթե f շտրիխի հատանցալ 0 չի, իսկ f շտրիխի հատանցալ 0 չի, քանի որ ինքը 0-ից անջատված է, ապա լուծումը միշտ c1 դասից է։ Ուրեմն այս անբացահայտ ֆունկցիայի թեորեմի կիրառություն է, առաջարկում եմ մանրամասները ինքնուրույն փորձել անել։ Ուրեմն f-ը c1 դասից է։ Իսկ ժ-ն ոնց կարող ենք գտնել, ժ-ն այդ այս f ֆունկցիայի արժեքն է, մեծատառ f ֆունկցիայի արժեքն է, երբ x-ը հավասար է, մի րոպե, ոչ թե p-ն է հավասար φx-ի, այլ x-ն է հավասար φp-ի։ X-ը ըստ x-ի ենք լուծում, x-ը հավասար է φp-ի։ Ուրեմն լուծումը գտնելու համար, ժ-ն գտնելու համար, ես պետք է f-ի մեջ x-ի փոխարեն տեղադրել φp։ Նայենք ինչ է ստացվում։ Ստացվում է p φp հանած f-ը φp կետում։ Ուրեմն ես ցույց տվեցի, որ ժ-ն գոյություն ունի, ընդ որում սա c1 դասից է, սա c1-ից է, f-ը c2-ից է, հետևաբար ժ-ն c1 դասից է։ Բայց ես ավելին էի ուզում ապացուցել, ես ուզում եի ապացուցել, որ ժ-ն իրականում c2 դասից է։ Դե եկեք ածանցենք ժ-ն, տեսնենք ինչ կստացվի։ Ուրեմն ժ-ի ածանցալը ըստ p-ի հավասար է p-ն φ'(p) գումարած, երբ ըստ p-ի եմ ածանցում, ստացվում է φp, ստեղ էլ բարդ ֆունկցիայի ածանցալը ստացվում է f շտրիխը φp կետում և φ'(p)։ Բայց ով էր f շտրիխը φp կետում։ Ուրեմն սարա այս հավասարման միակ լուծումը φp-ն էր։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է հետևյալը, որ եթե ես վերցնում եմ f շտրիխ φp-ն, ապա ստանում եմ p, որտեղ φ-ն f շտրիխի հակադարձ ֆունկցիան է, ու նաև կարող եմ ասել, որ եթե ես վերցնեմ p-ի մեջ դրեմ f շտրիխ, կստանամ x։ Φ-ի մեջ դրեմ f շտրիխ x, φ f շտրիխ x-ը նույնաբար հավասար է x-ի, ստեղ նույնաբար հավասար է p-ի, ստեղ նույնաբար հավասար է x-ի։ Հիմա օգտագործում ենք առաջի հավասարությունը, սա նշանակում է s արտահայտությունը հավասար է p-ի։ Հետևաբար այս երկուսը կրճատվում են։ p φ' p-ն սրա հետ կրճատվում է, ու մենք ստանում ենք φp։
Բայց ֆիբեն արդեն C1 դասից էր, հետևաբար J շտրիխը կստացվի C1 դասից, որտեղից եւ ստանում ենք, որ J-ն C2 դասից է։ Այսինքն մենք ապացուցեցինք առաջի կետը, եթե F-ը, չէ, առաջի կետը չենք ապացուցել, որտեղ դեռ պետք է ցույց տանք, որ J-ն հավասարաչափ ուռուցիկ է։ Մենք ապացուցեցինք, որ J-ն C2 դասից է։ Հիմա հաշվենք հավասարաչափ ուռուցքության համար պետք է հաշվենք J-ի երկրորդ հացանցալը։ J-ի երկրորդ հացանցալը հավասար է φ-ի հացանցալին։ Ոնց կարող ենք գտնել φ-ի հացանցալը։ Φ-ի հացանցալը ստեղից կարող ենք գտնել։ Ես գիտեմ, որ բոլորը C1 դասից է, ես կարող եմ հացանցել այս նույնությունը։ Այս նույնությունը հացանցելիս ստանում եմ հետևյալը։ Ուրեմն մենք որ ստեղից այս աստղանիշից հետևում է, որ F 2 շտրիխ φP φ շտրիխ P-ն հավասար է 1-ի, այսինքն φ շտրիխը P կետում հավասար է 1 բաժանած F 2 շտրիխը φP կետում։ Բայց մենք գիտենք, որ F 2 շտրիխը գտնվում է C-ի և C-1-ի մեջ, հետևաբար սրա հակադարձն են տեղը գտնվի։ Այսինքն φ շտրիխը միշտ պատկանում է C-1 C միջակայքին։ Այսինքն J-ի երկրորդ հացանցալը վերևից և ներքևից սահմանափակ է C-ով, ինչ-որ հաստատումներով, հետևաբար ինքը հավասարաչափ ուռուցիկ է։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ J-ն հավասարաչափ ուռուցիկ ֆունկցիա է։ Շատ լավ, եթե այստեղ հարցեր չկան, անցնենք երկրորդ կետին, ուրեմն հիմա ուզում ենք ցույց տանք, որ եթե J-ի վրա կիրառում ենք Լեժանդրի ձևափոխությունը, ապա ստանում ենք F ֆունկցիան։ J-ի Լեժանդրի ձևափոխությունը նշանակենք, ասենք F ալիքով, դեռ չգիտենք, որ F-ն է, F գլխարկով, F գլխարկով F-ը, X-ը հետ ինչ է, սուպրեմում, երբ P-ն պատկանում է R-ին, XP հանած GP։ Էլի ներմուծում ենք, ուրեմն J-ն քանի որ հավասարաչափ ուռուցիկ է, այս F գլխարկովը ինքը որոշված է ամենուրեք և C2 դասից է, էլի հավասարաչափ ուռուցիկ է, բայց մեզ այդ անհրաժեշտ չի։ Ոնց ենք գտնում J գլխարկովը, պետք է վերցնենք J XP ֆունկցիան, որը հավասար է XP հանած GP, ու գիտենք, որ այս ունի միակ մաքսիմումը, որպես ֆունկցիա P-ից, պետք է գտնենք, թե այդ մաքսիմումը ոնց ենք արտահայտում X-ի միջոցով։ Դրա համար հաշվում ենք հացանցալը P-ի, ինչ է ստացվում, ստացվում է X հանած J'P։ Ուրեմն ոնց էր, որտեղից X հավասար է J'P, բայց մենք գիտենք, որ J'-ն հենց այդ φP-ն է։ Այսինքն հենց հավասար է X հանած φP։ Այսինքն ստեղից պարզ է դառնում, որ այս մեր ունեինք երկու հավասարում։ Մեկը սա էր, F'(X-ը հավասար է P, որը լուծեցինք, ստացանք X-ը հավասար է φP։ Այսինքն φ-ն F'-ի հակադարձ ֆունկցիան էր։ Բայց տեղը հենց այդ նույն հավասարում ունենք։ X հանած φP-ն հավասար է 0-ի։ X հանած φP-ն հավասար է 0-ի, ընդ որում φP-ն գիտենք, որ է J'-P-ն է, այն և միայն այն դեպքում, երբ P-ն հավասար է F'(X-ի։ Քանի որ ստեղից մենք արդեն գիտենք, որ այս հավասարման միակ լուծումը սա է, այսինքն φ-ն F'-ի հակադարձ ֆունկցիան է։ Այսինքն եթե ուզում ենք լուծել սա, պետք է պարզապես վերցնենք իր հակադարձը F'-ը։ Այսինքն միակ կետը, որտեղ J ֆունկցիան J-ի հացանցալը P-ի հավասար է 0-ի հետ F'(X կետն է, հետևաբար F գլխարկով X-ը կարող ենք հաշվել հետևյալ բանաձևով, F գլխարկով X-ը հավասար է X P-ի փոխարեն պետք է դնեմ
f'(x) եւ հանած ժեն p կետում, այսինքն ժեն f'(x) կետում։ Բայց ով էր ժեն։ Ժեն այսա էր, տեղադրենք դրա արժեքը, ուրեմն կստացվի x f'(x) x f'(x) հանած ժեն պետք է հաշվեմ f'(x) կետում, այսինքն p-ի փոխարեն պետք է տեղադրեմ f'(x), ստացվում է f'(x) ֆին հաշված f'(x) կետում եւ հանած f-ը հիմա ստեղ պետք է տեղադրեմ φp, բայց φp-ն հենց x-ն էր։ Այսինքն, եթե ստեղ տեղադրում եմ φp, ստանում եմ մի վարքեն։ Ուրեմն, ստեղ p-ի փոխարեն պետք է տեղադրեմ f'(x), φ f'(x-ը հենց x-ն էր։ Այսինքն, ստեղ ստանում եմ fx, հանած fx։ Գիտենք, որ f p-ի համադրույթը f'(x-ի հետ հենց x-ն է, ուրեմն սա հավասար է x-ի։ Հետևաբար, այս երկու անդամները կրճատվում են, ու ստեղ ստանում եմ մինուս մինուս fx, այսինքն հավասար է fx։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ այս j-ի լեժանդրի ձևափոխությունը հավասար է f-ի։ Ու սրանով թեորեմի ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք մի օրինակ նայենք։ Օրինակ։ Եկեք հաշվենք քառակուսային ֆունկցիայի լեժանդրի ձևափոխությունը։ Մենք լեժանդրի ձևափոխություն կիրառելու ենք Լագրանժյանի վրա, իսկ Լագրանժյանը գոնե Նյուտոնյան համակարգերի համար այդ քառակուսային ֆունկցիայի արագություններից։ Ուրեմն դիտարկենք fx ֆունկցիան միաչափ դեպքեր էր, այսինքն 1/2 ax քառակուսի։ Այդ դեպքում ЖՊ-ն հավասար է սուպրեմում ըստ x-ի px հանած 1/2 ax քառակուսի։ Պետք է ածանցենք, տեսնենք որտեղ է 0 դառնում։ Ածանցում ենք ըստ p-ի, ստանում ենք p հանած ax հավասար է 0-ի, այսինքն x-ը հավասար է p-ն բաժանած a-ի։ Տեղադրում ենք սուպրեմի տակ գտնվող արտահայտության մեջ, ստանում ենք ЖՊ-ն հավասար է p անգամ p-ն բաժանած a-ի հանած 1/2 a p քառակուսի բաժանած a քառակուսի։ Այս a քառակուսին սրա հետ կրճատում է ու ստանում ենք նույն արտահայտությունը p քառակուսի բաժանած a հանած 1/2 p քառակուսի բաժանած a, այսինքն ստանում ենք 1/2 p քառակուսի բաժանած a։ Մասնավորապես, երբ a-ն հավասար է 1-ի, ստանում ենք հենց նույն ֆունկցիան։ Շատ լավ, ուրեմն այս ուրեմն լեժանդրի ձևափոխությունն է միաչափ դեպքում։ Նույն բանը կարող ենք անել բազմաչափ դեպքում, եթե գտնենք այդ ուռուցիկ ֆունկցիաների համարժեքը բազմաչափ դեպքում։ Ես միանգամից կտամ բանը սահմանումը։ Ուրեմն դիցուկ ունենք f ֆունկցիա, որը որոշված է r-ում եւ արժեքներ ընդունում է r-ում ու c2 դասից է։ Ուրեմն կասենք, որ f հավասարաչափ ուռուցիկ է։ Կասենք, որ f-ը հավասարաչափ ուռուցիկ է, եթե ուրեմն f-ի երկրորդ դիֆերենցիալը, եթե գոյություն ունի
եթե գոյություն է այնպիսի C, որ f-ի երկրորդ դիֆերենցիալը, որ ցանկացած x-ի համար f-ի երկրորդ դիֆերենցիալը վերևից եւ ներքևից գնահատվում է։ Ուրեմն d2fx ես հաշվում եմ երկրորդ դիֆերենցիալը ինչ որ x-ի վեկտորի վրա, այս պետք է վերևից եւ ներքևից սահմանափակ լինի x-ի նորմի քառակուսով։ Եկեք մի հատ արագ վերհիշենք ինչ է երկրորդ դիֆերենցիալը։ Ուրեմն ֆորմալ սահմանումը, եթե մենք ուզում ենք հաշվենք f-ի երկրորդ դիֆերենցիալը, d2fx-ը ինչ որ մի x-ի վեկտորի վրա, պետք է անենք հետևյալը, վերցնում ենք f x գումարած x-ի ֆունկցիան, այսինքն նայում ենք f-ի սահմանափակումը x-ով անցնող եւ x-ի ուղղությամբ գնացող ուղի վրա, այս x-ներ, այս եթե x-ի վեկտորն է, ապա նայում ենք f-ի սահմանափակումը այս սրա վրա, ստանում ենք ֆունկցիա ուղի վրա, որտեղ ներմուծած է t պարամետրը, հաշվում ենք սրա երկրորդ ացանցիալը եւ վերցնում ենք t-ն հավասար է 0։ Ուրեմն այս f-ի երկրորդ դիֆերենցիալն է հաշված x-ի վեկտորի վրա։ Դժվար չի երկու անգամ ացանցել ֆունկցիան օգտագործելով ֆունկցիայի համադրույթի ացանցալի համար բանաձևը, ու ստանում ենք հետևյալ արտահայտությունը՝ գումար i-ին հավասար է 1-ից n d2f dx-ի dxg հաշված x կետում եւ x-ի xg։ Այսինքն f-ի երկրորդ դիֆերենցիալը այդ քառակուսային ձև է, որը արտահայտում է f-ի երկրորդ կարգի մասնակի ացանցալների միջոցով։ Ուրեմն սիմետրիկ քառակուսային ձև է, ու մենք ուզում ենք, որ այս քառակուսային ձևը լինի նախ դրական որոշված ու վերևից եւ ներքևից սահմանափակ։ Ուրեմն դժվար չի ցույց տալ, որ մենք ստանում ենք այս նախ f-ը իրոք ուռուցիկ ֆունկցիա է, այսինքն ցանկացած x, y կետերի համար եւ ցանկացած θ-ի համար 0,1-ից ունենք հետեւյալ անհավասարությունը, եթե մենք հաշվում ենք f-ը θx գումարած 1 θ y կետում, ապա այս եթե ենթադրում ենք, որ x-ը հավասար չի y-ի, ապա այս խիստ փոքր է θfx գումարած 1 θ fy-ից։ Օրինակ կարող եք վերցնել, քանի որ այս անհավասարությունը վերաբերվում է միայն x, y-ով անցնող ուղի վրա գտնվող կետերին, կարող եք նայեք f-ի սահմանափակումը x, y-ով անցնող ուղի վրա, այդ դեպքում այս անհավասարությունը կտա ստացված ֆունկցիայի, այսինքն սահմանափակ f-ի ուրեմն նայում եք f-ի սահմանափակում այս ուղի վրա, այդ ստացված ֆունկցիան կլինի հավասարաչափ ուռուցիկ որպես ֆունկցիա 1 փոփոխականից, հետեւաբար տեղի կունենա սա։ Հիմա ոնց որ մեկ չափանի դեպքում, նույն ձևով բազմաչափ դեպքում հեշտությամբ ապահովություն ենք օգտագործելով Թեյլորի բանաձևը, հեշտությամբ ապահովություն ենք հետևյալ լեմը, որ վերևից ներքևից հավասարաչափ ուռուցիկ ֆունկցիան կարելի է սահմանափակել քառակուսային ֆունկցիայով։ Լեմը ասում է հետևյալը, որ եթե f-ը հավասարաչափ ուռուցիկ է, ապա գոյություն են a, b դրական թվեր, այնպես որ fx-ը վերևից եւ ներքևից սահմանափակ կլինի a x քառակուսի գումարած b եւ a-1 x քառակուսի հանած b։ Ապացույցը լրիվ նույնն է միաչափ դեպքում, այսինքն պետք է գրել Թեյլորի բանաձևը ու գնահատել մնացորդային անդամը։ Եկեք շատ արագ անենք, անել Թեյլորի բանաձևը կհիշենք ոնց են ապացուցում։
Վերցնում ենք, գրում ենք fx-ը, fx անաձև 0, fx անաձև 0, նյուտոն լենինցի բանաձևի համաձայն հավասար է 0-ից ինտեգրալ 0-ից 1, արձանցալը ստեի f dx dt։ Բարդ ֆունկցիայի արձանցում ենք, ստացվում է գումար ինտեգրալ 0-ից 1, գումար in հավասար է 1-ից n, df dx-ի, dx կետում, ու պետք է բազապատկեմ dx-ի արձանցալով ըստ t-ի, այսինքն ստացվում է x-ի։ Այստեղ ինտեգրում եմ մասերով, այստեղ ստացվում է գումար in հավասար է 1-ից n, x-ին անում եմ դուրս կախված չի t-ից, ինտեգրալ 0-ից 1, այստեղ dt-ի փոխարեն գրեմ d 1 հանած t, մենք d 1 հանած t, այսինքն մինուս dt դարալ, դրա համար ստեղ պետք է ավելացնեմ մինուս նշանը։ Հիմա ինտեգրում ենք մասերով, ստացվում է մինուս գումար in հավասար է 1-ից n, ուրեմն ինչ է մնում, x-ին մնում է, ունենք ստեղ, եկեք df dx-ի փոխարեն գրեմ d di f dx կետում 1 հանած t, ստեղ փակագիծ դնենք, և պետք է մյուս անդամը գրեմ, ստացվի մինուս ինտեգրալ 0-ից 1, 1 հանած t, և այս սրա արձանցալը։ Սրա արձանցալը, բայց այդ լրովն ինձ է հաշվում ինչ-որ f dx-ինը, էլի մի ֆունկցիա է, կան որ ըստ x-ի արձանցալն եմ վերցրել, երկրորդ անգամ որ արձանցում ենք, ստացվում է dg di f dx, ու մի հատ էլ xg dt։ Մենք չենք ունտանենք։ Xg dt։ Ստեղ բնականաբար ես մոռացա, որ պետք է վերցնենք t-ն հավասար է 0-ի և 1-ի արանքում։ 0-ից 1։ Երբ գնում ենք 1, դառնում է 0, երբ գնում ենք 0, ստեղ ստացվում է f-ի երրորդ մասնակի արձանցալը 0 կետում և բազապատկած x-իով։ Այսինքն ստացվում է գումար in հավասար է 1-ից n, dif-ը 0 կետում բազապատկած x-ի, ստեղ ինչ է ստացվում, ստեղ ունեմ երկու հատ մինուս նշան դառնում է պլյուս և ստեղ ես մոռացա գումարը SG-ի գրել, գումարը SG-ի, ստացվում է գումար EG-ն հավասար է 1-ից n, ինտեգրալ 0-ից 1, 1 հանած t, di dg f-ը tx կետում և x-ի xg dt։ Ավելի ճիշտ կներ ես գումարը մի անգամից տակը գրեմ գումարի, որ ինտեգրալի, որ որ մի անգամից տեղ ասեմ, որ այս ինչ-որ գրված է ստեղ, վերևից և ներքևից գնահատվում է x-ի նորմի քառակուսով։ Այն որ ես ենթադրել եմ, որ երկրորդ արձանցալը դրական է որոշված։ Այսինքն ինչ ստացվեց, որ fx անաձև 0-ն, ստացվեց, որ fx հանած f0-ն հավասար է այս գումարին, այսինքն f-ի գրադիենտը 0 կետում սկալար արտադրյալ x-ի հետ, և գումարած մնացորդային անդամ, որը վերևից և ներքևից
գումարած ինչ-որ մի rx, որը վերևից և երկևից գնահատվում է, rx-ը փոքր կամ ասար է c անգամ x քառակուսի և մեծ կամ ասար է 1 բաժանած c անգամ x-ի քառակուսի։ Ստեղից միանգամից եզրակացնում ենք, որ այս fx-ը դե ունենք ինչ-որ մի հաստատուն, գծային ֆունկցիա և քառակուսային ֆունկցիա դրական որոշված։ Ակնհայտորեն ստեղից միանգամից հետևում է այս պահանջող անհավասարությունը։ Հուսով եմ ապացույցը պարզ էր, ամեն Թեյլորի բանաձևի կիրառությունն է։ Այս հնարավորությունը տալիս միանգամից մոտարապես նույն փաստարկներով ապահովել Լեժանդրի մասին թեորեմը բազմաչափ դեպքում։ Ուրեմն, ներմուծում ենք Լեժանդրի ձևափոխությունը լրիվ նույն բանաձևով, Լեժանդրի ձևափոխությունը։ Ուրեմն ունենք f ֆունկցիան, որը հավասարաչափ ուռուցիկ է։ Կառուցում ենք g ֆունկցիա, որը կախված է p-ից, p-ն արդեն կլինի ոնց որ x-ը rn-ից փոփոխական։ Վերցնում ենք սուպրեմում ըստ x-ի, որը փոխվում է rn-ում, px հանած fx։ Ու թեորեմը մի րոպե, այստեղ px-ը մի քիչ հաջող չէ, որտեղ p-ն վեկտորը, x-ն էլ է վեկտոր, px կալարարտադրյալ։ Վերցնեմ p-ի և x-ի սովորական սկալար արտադրյալը։ Թեորեմը ասում է հետևյալը։ Թեորեմ Եկեք լրիվ ձևով ձևակերպենք առաջի մասը, ուրեմն f-ը c2 դասից է հավասարաչափ ուռուցիկ, ապա g-ն նույնպես կլինի c2 դասից և հավասարաչափ ուռուցիկ, և երկրորդ մասը ասում է, որ g-ի Լեժանդրի ձևափոխությունը համընկնում է f-ի հետ։ Ուրեմն, եթե վերցնեք մեկ չափանի դեպքի ապացույցը ու փորձեք կրկնել նույն բանը բազմաչափ դեպքում, կստանաք այս թեորեմի ապացույցը։ Այսինքն, եկեք պարզապես գրենք մի երկու բան, որ տեսնենք իրոք նույն բանն է ստացվում, բայց մանրամասները չեմ դրել, որտեղ ոչ մի տարբերություն չկա այդ երկուսի մեջ։ Ապացույց։ Ուրեմն, ինչ պետք է անենք, պետք է վերցնենք այս ֆունկցիան, որը մենք նշանակել ենք f px-ով, ու գրենք px հանած fx, ուրեմն քանի որ fx-ը աճում է ավելի արագ, քան թե ինչ-որ քառակուսային ֆունկցիա, այս ֆունկցիան ձգտում է մինուս անսահմանության, երբ x-ը ձգտում է մինուս անսահմանության, ուրեմն սա ձգտում է մինուս անսահմանության, երբ x-ը ձգտում է պլյուս անսահմանության, x-ի նորմա։ Հետևաբար գոյություն գոնե մի մաքսիմում, ընդ որում մաքսիմումի կետում գրադիենտը ըստ x-ի դառնում է 0։ Ուրեմն գրադիենտը ըստ x-ի f px-ի, այս ինչ կստացվի, կստացվի p հանած գրադիենտ fx։ Ուրեմն, եթե ես ցույց տամ, որ այս հավասարումը ունի միակ լուծումը, ապա կարող եմ եզրակացնել, որ կարող եմ բացահայտ հաշվել g-ն, որտեղ եթե միակ լուծումն է, լուծումը գտնեմ ու կտեղադրեմ f-ի մեջ x-ի փոխարեն, կստանամ g ֆունկցիան։ Ապացուցենք, որ
գրադիենտ fx-ը հավասար է p հավասարումը, լուծման գոյությունը ես գիտեմ արդեն, որտեղ ունի մի մաքսիմումի կետ, ուրեմն հավասարման լուծում միակն է։ Հավասարման լուծում միակն է։ Ուրեմն եթե երկու լուծում ունի, եթե x1, x2-ը լուծումներ են, ապա ես կարող եմ գրել, որ գրադիենտ f x1 հանած գրադիենտ f x2-ը հավասար է 0-ի։ Եկեք վերցնենք սկալար արտադրյալը x1 x2-ի հետ։ x1 հանած x2-ի հետ գրադիենտ f x1 գրադիենտ f x2 x1 հանած x2, ուրեմն այս սկալար արտադրյալը հավասար է 0-ի, քանի որ առաջի վեկտորը հավասար է 0-ի։ Բաստայինը, որ ես ստեղ, քանի որ կա գրադիենտների տարբերությունը, ես կարող եմ այս արտահայտել երկրորդ դիֆերենցիալի միջոցով։ Կստացվի մոտարապես երկրորդ դիֆերենցիալը կիրառած x1 հանած x2 վեկտորի վրա։ Իսկ դա ըստ պայմանի, քանի որ f հավասարաչափ ուռուցիկ էր, դրական է որոշված, հետեւաբար կստանամ, որ այս արտահայտությունը ներքևից գնահատվում է x1 հանած x2 քառակուսով։ Հետ է մտահղացում, եկեք ուրեմն գրենք։ Ուրեմն նախ ստեղ կարող եմ գրել հետևյալը։ Կարող եմ գրել ինտեգրալ 0-ից 1 եւ հացանցալ այս ամբողջ արտահայտության երբ վերցրել եմ չէ, եկեք սկզբից ցենց անեմ, սկզբից այս բանը ձևափոխեմ։ Այս նայելով այս նախորդ բանին, նախորդ մեր հաշվարկին, Թեյլորի բանաձևի հետ կապված, ես այս արտահայտությունը կարող եմ գրել հետևյալ ձևով։ Ուրեմն հացանցալ ինտեգրալ 0-ից 1 հացանցալ f x2 գումարած t անգամ չէ, դեպք է գրադիենտը վարքյան, սա չի ուզում ասել։ Լավ չէ, սրա կարիք չկա երևի։ Միանգամից ստեղ գրենք։ Ուրեմն ստացվում է հացանցալ գրադիենտի փոխարեն եմ գրում դա։ Գրադիենտի վրա եմ կիրառում ես։ Այսինքն ստացվում է գրադիենտ f x2 գումարած t անգամ x1 հանած x2։ Ու ես ամբողջը սկալար բազմապատկել եմ x1 հանած x2-ով։ Սա հավասար է 0-ի։ Հետ եկեք ստուգենք, ուրեմն եթե ստեղ դետ եմ մոռացել։ Դետ է։ Ուրեմն ստեղ եթե վերցնեմ t-ն հավասար է 1, ստանում եմ գրադիենտ f-ը x1 կետում, երբ վերցնում եմ t-ն հավասար է 0, ստանում եմ գրադիենտ կետ 1-ը x2 կետում, այսինքն ինչ որ գրված է ստեղ։ Հիմա այս բանը հացանցելիս եկեք մանրամասը գրենք, ուրեմն այս ինչ է նշանակում։ Այս նշանակում է ուրեմն մի հատ գումար ունեմ, երբ գրադիենտն եմ հաշվում, երկրորդ գումարը, երբ սրա հացանցալն եմ հաշվում։ Այսինքն ստացվում է գումար i-ին հավասար է 1-ից n։ Իրականում կարող էի վեկտորական ձևով գրել ես, բայց եկեք մանրամասը գրենք, որ հարցեր չառաջանան։ Ուրեմն ինտեգրալ 0-ից 1
Ուրեմն ստեղ ըստ ի ածանցալն է գրադիենտի, ըստ ժինը երբ կիրառում եմ այս դեպեն։ Այսինքն ստացվում է dg di f x1 գումարած t չէ x2 գումարած t անգամ x1 անած x2 ու ես պետք է բազմապատկեմ ըստ g եմ ածանցել նշանակում է g երրորդ կոորդինատով ստացվում է x1 g անած x2 g dt ու հետո էլ պետք է բազմապատկեմ x1 i անած x2 i-ով սա հավասար է 0-ի Ուրեմն ինչ արեցի, վերցրեցի այս գրադիենտը եւ սկալարարթալը գրեցի, որ սա ածանցալն է ըստ i-ի, բազմապատկած s վեկտորի i երրորդ կոորդինատով, հետո այդ d-ի f-ի վրա կիրառեցի այս dt-ն, ստացվեց մի հատ էլ ածանցալը g-ի եւ s-ը։ Հիմա եկեք գումարը մտցնենք ինտեգրալի տակ, ստացվի ինտեգրալ 0-ից 1 գումար i-ին հավասար է 1-ից n, d-ի d-ին կիրառած f-ի վրա, այս ամբողջ վեկտորը եկեք մանրամասը չգրեմ, և x1 հանած x2-ի g երորդ կորդինատ, x1 հանած x2-ի i երորդ կորդինատ dt, ու սա հավասար է 0-ի։ Բայց մյուս կողմից այս արտահայտությունը, քանի որ f-ը հավասարաչափորոցիկ է, ինքը մեծ կամ հավասար է ինչ-որ մի c մինուս 1 x1 հանած x2-ի նորմի քառակուսի։ Այսինքն ես ստացա, որ c-1 x1 հանած x2-ի նորմի քառակուսին ավելի փոքր է, քանի որ այս ինտեգրալը ավելի մեծ է, ստացվում է սա ավելի փոքր է, քան 0-ն։ Որտեղից եզրակացնում եմ, որ x1 հավասար է x2-ի։ Այսինքն այս հավասարումը ոնց որ մեկ չափանի դեպքում, այնպես էլ բազմաչափ դեպքում ունի միակ լուծումը։ P-ն հավասար է գրադիենտ phi x կետում, այն եւ միայն այն դեպքում, երբ x-ը հավասար է ինչ-որ մի phi p-ի, որտեղ phi-ն գրադիենտ phi ֆունկցիայի, գրադիենտ phi-ն ես կարող եմ այն ֆունկցիա, որպես r-ից r-n հակադարձնել։ Մասնավորապես կարող եմ գրել, որ գրադիենտ f-ը հաշված phi p կետում հավասար է p-ի, և եթե հակառակը վերցնում եմ phi-ն եմ հաշվում գրադիենտ phi-ի վրա, phi-ն հաշված գրադիենտ f-ի վրա x կետում, ստանում եմ x, ու բացի դրանից հակադարձ ֆունկցիայի թեորեմը ասում է, որ phi-ն c2 դասից է։ Այսինքն, եթե համեմատում ենք սրա հետ, մեկ չափանի դեպքի հետ, մենք ասենք մոտորապես այստեղ, մնացածը պարզապես հաշվարկիր։ Տեղադրում ենք, տեսնում ենք, թե ինչ է ստացվում։ Ես առաջարկում ինքնուրույն սա անեք, ընդհանրապես ոչ մի դժվար բան չկա, վերցրեք միաչափ դեպքը, անում եք նույն բանը բազմաչափում, արդեն գիտենք, որ այս տեսակ հակադարձ գոյություն ունի, ու բացի դրանից այս հակադարձի համար մենք ստացել ենք, որ ինքը իրականում այս phi-ն մենք ստացել ենք, որ ինքը phi-ն հենց g'-ն է։ Այսինքն n ֆունկցիան, որը լուծում է f'(x) հավասար է p հավասարումը, հենց համընկնում է g'-ի հետ, այսինքն Լեժանդրի ձևափոխության ածանցալի հետ։ Նույն բանը տեղի ունի նաև ստեղ։ Առաջարկում ինքնուրույն այս բանը վերջացնել ապացույցը, ոչ մի դժվար բան չկա արդեն։ Միակ ոչ տրիվիալ պահը այն էր, թե ոնց օգտագործենք հավասարաչափորոցիկությունը, օգտագործեցինք ստեղ ցույց տալու համար, որ հավասարումը ունի միակ լուծումը։ Գոյությունն էլ հետևում է դրանից, որ գոնե մի մաքսիմումի կետ կա։
Շատ լավ, ուրեմն սրանով Լեժանդրի ձևափոխության բաժինը ավարտվում է, արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա ուրեմն անցնենք հաջորդ բաժին, այս ամեն ինչ արվում է դրա համար, որպեսզի Լագրանժի հավասարումից անցնենք Համիլտոնի հավասարումներին։ Ուրեմն հաջորդ բաժինը այդ Արնոլդի գրքում 15-րդ կետն է։ Համիլտոնի հավասարումները։ Հավասարումները։ Նախ իշենք ինչի մասներ խոսքը։ Մենք Համիլտոնի մինիմալ գործողության սկզբունքից դուրս էինք բերել Լագրանժի հավասարումները։ Այսինքն մենք ունենք ինչ-որ L ֆունկցիա, մենք նշանակում ենք այս A, B, C պարամետրերը, այսինքն A1, AN բազմաչափ դեպքում, B1, BN և C-ն էլ ժամանակներ։ Ես ենթադրում եմ, որ L ֆունկցիան գոնե 3 անգամ ածանցելի է, ինքը որոշված է Rn, անգամ Rn, ըստ ժամանակի, այսինքն C ես կարող եմ ենթադրել, որ որոշված է ընդամենը ինչ-որ մի հատվածի վրա, 0 t-ի վրա, արժեքներ ընդունում է R-ում։ Ու ստացել ենք հետևյալը, որ ինչ-որ հետագիծ X հետագիծը, որը C2 դասից է 0 t հատվածի վրա և արժեքներ ընդունում է Rn-ում, մեր ֆունկցիոնալի էքստրեմալ է, այսինքն դիֆերենցիալը դառնում է 0, հիշենք, որ ֆունկցիոնալը հետևյալն էր, x-ը այդ ինտեգրալ, դե առաջ գնում է t0x t1, հիմա վերցնենք 0 t, որպեսզի ինդեքսներ չլինեն, 0x t, ու նայում ենք L-ը x-t, x կետով t և t կետում, ու ինտեգրում ենք ըստ t-ի։ Ուրեմն x-ը այս phi-ի էքստրեմալ էր, այսինքն phi-ի դիֆերենցիալը դառնում էր 0, այն և միայն այն դեպքում, երբ x-ը բավարարում էր L-ի Լագրանժի հավասարումներին։ Այսինքն այն չափանի դեպքում ունենք հետևյալը, որ ածանցալը ըստ t-ի dl d dk, այս ամեն ինչ հաշված x t x կետով t t կետում, այսինքն պետք է ածանցել ըստ t-ի, և հանած dl dAK L-ի նույն կետում xt x կետով t ու մի հատ էլ t, այս պետք է հավասար լինի 0-ի, կամ փոխվում է 1-ից L։ Այսինքն ունեմ երկրորդ կարգի, կամ որտեղ որ ածանցում ենք, առաջանում է x-ի երկրորդ ածանցյալ, ունեմ երկրորդ կարգի n հատ դիֆերենցիալ հավասարում։ Հիմա Լեժանդրի ձևափոխությունը հնարավորություն է տալիս ձևափոխել այդ հավասարումները, ստանալով դե կարգը բնականաբար չի իջնում, այսինքն մենք ունենք n անգամ 2, կոպիտ ասած 2n կարգի հավասարում է, մենք ստանում ենք 2n հավասարում առաջի կարգի։ Դրա համար մենք կպահանջենք, որ մեր այս Լագրանժանը, L-ը, ուրեմն L-ը կոչվում է Լագրանժան, Լագրանժան էր, չգիտեմ արմեն, Լագրանժան դուք ե-ով եք գրում, թե EIN եք գրում։ Ես չեմ հիշում արդեն։ Լավ, կարևոր չէ, գրենք Ով Լագրանժան։ ոնց որ թե։ Դա ուրեմն դարձնենք Լագրանժան, մենք Լագրանժի ֆունկցիա ենք գրում, դրա համար այդ խնդիրը չի առաջացել։ առաջանում Լագրանժան ֆունկցիա, ասենք Լագրանժան, քանի որ ընդունված տերմին է։ Լագրանժան, Լագրանժանից պահանջենք, որ ինքը լինի հավասարաչափ ուռուցիկ ըստ B կոորդինատների, ըստ B փոփոխականների։
Այսինքն մենք միշտ կդնենք հետևյալ պայմանը, ասենք անում դնենք C convexity բառից, ուրեմն L-ը հավասարաչափ ուռուցիկ է ըստ x կետովի, ըստ B-ի, ուրեմն L-ը հավասարաչափ ուռուցիկ է ըստ B փոփոխականի։ Ինչ էր այդ նշանակում։ Այդ նշանակում էր, որ գոյություն ունի սեթիվ, այնպես որ հիմա ես պահանջում եմ, որ հավասարաչափ լինի ոչ միայն ըստ B կետի, այլև ըստ x եւ t պարամետրերի։ Այսինքն ցանկացած եկեք սա c մեծը տար դրեմ։ Գոյություն ունի c մեծը տառն, որ ցանկացած a B-ի համար R-նից եւ ցանկացած փոքր c-ի համար 0-ից ու ցանկացած x-ի համար R-նից ցանկացած x-ի համար R-նից տեղի ունի հետևյալը, եթե ես վերցնում եմ գումար i-ին հավասար է 1-ից n, ու նայում եմ երկրորդ ածանցյալ, երկրորդ դիֆերենցիալը, ուրեմն d2l db-ի dbg, ու նայում եմ a, b, c կետում և հաշվում եմ x-ի վեկտորի վրա, x-ի x-ի, ես պետք է փոքր լինի c անգամ x-ի նորմ քառակուսի և մեծ լինի c-1 անգամ էլիմին բանը, x-ի նորմ քառակուսի։ Ուրեմն ես միշտ ենթադրելու եմ այս պայմանը առանց ամեն անգամ այդ հիշեցնելու։ Մեր Լագրանժյանը միշտ կլինի C3 C3 դասից էր, որպեսզի դիֆերենցիալ հավասարումը չի, ենք պահանջում C3 դասից, որովհետև ստեղ որ ածանցում ենք, առաջանում է L-ի երկրորդ ածանցյալ, բայց որպեսզի դիֆերենցիալ հավասարումը լուծում ունենա, պետք է վեկտորական դաշտը լինի C1 դասից, այսինքն բավարար պայմանը, որ լինի C1 դասից, այսինքն այդ երկրորդ ածանցյալը պետք է ածանցել լինի, այսինքն երրորդ ածանցյալը մեզ պետք։ Ուրեմն մենք ունեինք, ուրեմն սրանից հետո այս ABC-ի փոխարեն շատ հաճախ գրելու եմ x, x կետով և t, քանի որ an այդ x-ներ, b-ն x կետովներ և c-ն էլ t-ներ, բայց պետք է կոնտեքստից հասկանալ, երբ գրված է x կետով, այդ նկատի ունենք փոփոխական x կետով, թե x ֆունկցիայի ածանցյալ։ Այսինքն ամեն անգամ պետք է ուշադրություն դարձնել, որ այն դեպքում, երբ որ հնարավոր է շփոթմունք, ես կգրեմ b, բայց մեծ մասամբ գրելու եմ x եւ x կետով։ Ուրեմն ներենք ուծում h ֆունկցիան, h, որը կախված կլինի x-ից, p-ից եւ t-ից, որը L-ի Լագրանժի ձևափոխությունն է ըստ x կետովի։ Այսինքն վերցրել են սուպրեմում, երբ x կետովը պատկանում է R-ին, սկալար արտերյալ p x կետով և հանած L x x կետով t։ Օրինակ ստեղ բնականաբար x կետով ոչ թե x-ի ածանցյալն է t-ի, որտեղ x-ը ֆունկցիա չի տեից, x-ը պարզապես փոփոխական է, այլ b փոփոխականն է x կետովը։ Ուրեմն ներմուծում ենք h ֆունկցիան, որի անուն դնում ենք Համիլտոնյան։ Այսինքն ստեղ ասում եք երևի Համիլտոնի ֆունկցիա, հա, Արմեն։ Այո։ Լավ, Համիլտոնյան։ Թեորեմը ասում է հետևյալը։ Ուրեմն երկու մաս է, իրականում համարժեքությունն է Համիլտոնի և Լագրանժի հավասարումների։ Ուրեմն դիցուկ x-ը, որը ես ենթադրում եմ C2 դասից, որոշված է 0 հատվածի վրա, արժեքներ ընդունում է R-ում, դիցուկ x ֆունկցիան բավարարում է
ստանում է, ստեղ համար չտվեցինք, եկեք այս սրա անուն տանք, սրան անուն բնենք 1։ 1 համակարգին։ Ապա x-t p տեզույքը, որտեղ p-ն p it-ն այդ dl dx-ի կետովն է, հաշված x-t x կետով t p կետում։ Ուրեմն ստեղ ընդհանրապես կարելի է խճճվել, որովհետև ստեղ x կետով t-ն իրոք x կետով t-ն է, բայց ստեղ փոփոխական է։ Դրա համար որպեսզի պարզ լինի, եկեք x կետով t-ն ստեղ փոխարինեմ b-ով։ b-ի։ Այսինքն վերցնում Լագրանժի ֆունկցիան կամ Լագրանժյանը հացանցում եմ ըստ i-երորդ b կոորդինատի, հետո փոփոխականների փոխարեն դնում եմ x-t x կետով t-t։ Այսինքն նայում եմ x-t p տեզույքը, սա բնականաբար կլինի տար r2n-ից ցանկացած t-ի համար, այսինքն ստանում եմ ֆունկցիա 0t-ից r2n, ուրեմն ապա x-t p-t-ն բավարարում է Համիլտոնի համակարգին։ Որն է Համիլտոնի համակարգը, վերցնում եմ x-ի հացանցալը, հաշվում եմ գրադիենտ p h-ը x-p-ում, ստեղ նույն բանն է, ստեղ p-ն պարզապես փոփոխական է, ստեղ p-ն հենց այս ֆունկցիան է, և p կետովը հավասար է մինուս գրադիենտ x h xp։ Կամ կարող եմ համարժեք ձևով գրել, եթե բոլոր կոորդինատները գրեմ, ուրեմն x k կետովը հավասար է dh dpk, ու պետք է դնեմ x և p վեկտորական ֆունկցիան, և pk կետովը հավասար է մինուս dh dxk, և պետք է վերցնեմ x և p վեկտորական ֆունկցիան, ստեղ կամ փոխվում է 1-ից n։ Այսինքն ունեմ 2n հատ առաջի կարգի դիֆերենցիալ հավասարում։ Եկեք սրա անունը դնենք 2։ Ակետը ասում է, որ եթե x-ը Լագրանժի հավասարման լուծումն է, ապա x-p-ն Համիլտոնի հավասարման լուծումն է, և b կետը ասում է հակառակը։ Ուրեմն դիցուք x պեզույքը, որը c1 դասի ֆունկցիա է 0t հատվածի վրա և արժեքները ընդունում է r2n-ում, երկուսի լուծում է։ Ուրեմն հիշեցնեմ, որ h-ը և l-ը միմյանց հետ կապված էին Լեժանդրե ձևափոխությամբ, այսինքն h-ը հավասար է սրան, բայց l-ն էլ հավասար է h-ի Լեժանդրե ձևափոխությանը։ Մենք գիտենք, որ Լեժանդրե ձևափոխությունը ինվոլյուցիա է, եթե երկու անգամ եք կիրառում, նույն բանն եք ստանում։ Այսինքն, երբ տրված է h-ը, ես իրավունք ունեմ խոսել l-ի մասին։ Ուրեմն եզրակացությունը հետևյալն է, ուրեմն դիցուք x-p-ն c1 դասի ֆունկցիա է արժեքները ընդունում է r2-ում ու երկուսի լուծում է, ապա նախ կարող եմ ասել, որ p-t-ն կոորդինատները գրենք, pk-t-ն հավասար է dl dbk հաշված x-t pt և t, կան հավասար է pt չէ, x կետով t, կան հավասար է 1-ից n, և x-ը ուրեմն այստեղից միանգամից հետևում է, որ x-ը իրականում C2 դասից է, որտև h-ը
C2 դասից էր, ածանցալը կլինի C1 դասից, սրանք էլ են C1 դասից, նշանակում է x-ի ածանցալը C1 դասից է, դեպաբար x C2 դասից է, այսինքն միանգամից հետը գրենք, x-ը պատկանում է C2-ին, 0 թե հատվածի վրա արժեքները ընդունում է R-ում, բավարարում է մեկին։ Այսինքն Համիլտոնի եւ Լագրանժի հավասարումները միմյանց լրիվ համարժեք են։ Եթե ունենք մեկի լուծումը, ապա ունենք մյուսի լուծումը։ Ընդ որում բացահայտ ձևով իրար կապեցինք այդ լուծումները։ Մեծ է հիմնական թեորեմից բաժնի։ Արդյոք ձևակերպման մասին հարցեր կան։ Իսկ Համիլտոնի ֆունկցիայի բացահայտ տեսք չունենք, հա, չենք ստանալու։ Դե Համիլտոնի ֆունկցիան, քանի որ մենք L-ի մասին բան չենք ասել, Համիլտոնի ֆունկցիայի մասին բան չենք կարող ասել այս պահին, բայց եթե Համիլտոնի ֆունկցիան, եթե Լագրանժյանը, այդ մեր ասենք Նյուտոնյան համակարգի ստացված ֆունկցիա է, այսինքն վերցրել ենք ինչ-որ փոփոխականներին գրված հավասարում, կամ վերցնենք այդ, լավ, եկեք դեպքում օրինակ նայենք, եկեք օրինակ նայենք, օրինակ, եկեք ամենապարզից սկսենք, թող մեր Լագրանժի ֆունկցիան լինի հենց, լավ, տեից կախվածություն չկա, լինի Նյուտոնյան համակարգից ստացված ֆունկցիա, այսինքն գրենք 1/2 m x կետով քառակուսի կինետիկ էներգիա հանած պոտենցիալ էներգիա։ Եկեք մի մեկ չափանի դեպք նայենք, այն հավասար է 1։ Այդ դեպքում մենք սրա բանը արդեն հաշվել ենք։ Եթե մենք ուզում ենք հաշվել սրա Լագրանժի ձևափոխությունը, Լեժանդրի ձևափոխությունը, ստեղ մենք հաշվեցինք, թե ինչի հավասար, պետք է վերցնենք գործակիցը, փոփոխականի, ուր էր, այն բազմաչափ դեպքն է, պետք է վերցնենք գործակիցը ու դնենք հայտարարում։ Այսինքն այս դեպքում Համիլտոնի ֆունկցիան, Համիլտոնյանը hx-ն հավասար է, ուրեմն պարզ է, որ եթե մենք ֆունկցիային հանում ենք ինչ-որ մի բան, Լեժանդրի ձևափոխությունը այդ նույն բանը պետք է գումարենք։ Որովհետև սուպրեմում է ինչ-որ արտահայտություն հանած թիվ։ Այստեղ կոնկրետ ux-ը թիվ է, քանի որ կախված չի x կետովից։ Եթե այդ սուպրեմումից հանում ենք ինչ-որ մի թիվ, սուպրեմի տակ գտնվող արտահայտությունից մինուս նշանով է, չէ, ասենք L-ը մինուս նշանով է գնում, հետեւաբար այս ում պետք է գումարենք։ Այսինքն կստացվի սրա առաջի անդամի Լեժանդրի ձևափոխություն գումարած այս ու x-ը։ Այսինքն կստացվի 1/2 կամ գրենք միանգամից p քառակուսին բաժանած 2m եւ գումարած ու x։ Մեզ այն դեպքում, երբ մենք վերցրել էինք պարզապես ինչ-որ նյուտոնյան համակարգ, նյուտոնյան հավասարումները ու գրել էինք Լագրանժի հավասարումների տեսքով, այդ նույն բանն է ստացվում, ինչպես գիտենք, հիմա կիրառեցինք Լեժանդրի ձևափոխությունը, ստացանք h-ի տեսքը, այսինքն h-ը հենց էլի էներգիան է։ Քանի որ այս դեպքում p-ն հենց այդ mx կետովն էր։ Հիմա կարող ենք մենք ավելի ընդհանուր դեպք նայել, այսինքն էլի վերցնենք նյուտոնյան համակարգ, բայց բազմաչափ ու անենք փոփոխականի փոխարինում։ Փոփոխականի փոխարինում մենք գիտենք ոնց է պետք անել, ուրեմն եթե մենք ունեինք L x կետովը, որը կինետիկ էներգիան էր, այսինքն 1/2 գումար in հավասար է 1-ից n m-ի x-ի կետով քառակուսի, հանած ու, որը կախված էր x1 xn-ից, ուրեմն այս դեկարտյան կոորդինատներով գրված Լագրանժյանն է, հիմա մենք անում ենք փոփոխականի փոխարինում, այսինքն գրում ենք, որ x-ը հավասար է ինչ-որ մի fq։
Հիմա ստեղ ինչ պետք է անենք նոր կոորդինատներում Լագրանժյանը կունենա հետևյալ տեսքը LQ կետովը հավասար է 1/3 գումար in հավասար է 1-ից n m-ի հիմա ստեղ պետք է f-ը արձանցենք ենթադրելով որ ունենք ֆունկցիա t-ից այսինքն ստացվի գումար j-ն հավասար է 1-ից n df dqj հաշված q կետում եւ qj-ի արձանցալ ու այս ամեն ինչը բարձրացրած քառակուսի եւ հանած ստեղ պետք է տեղադրեմ իր արժեքը fq այսինքն S որ մենք բաց ենք անում խմբավորում ենք անդամները հենց որ QE կետով QG կետովը գումարի տակից դուրս գան այսինքն գումարի տակից դուրս չեն գա միշտ էլի կառաջանա ստեղ որ քառակուսի ենք բարձրացնում եւս մի գումար կառաջանա չէ կստացվի E եւ K ասենք չէ J եւ K ստեղ J էր Նոստով խմբավորենք հենց անենք որ դրսի գումարը ստացվի Q կետովի կոորդինատներով այս ամեն ինչը կարող են գրել հետևյալ ձևով 1/2 եկեք բանը գրենք հետո տեսնենք ինչ է ով էր E-ին հավասար է 1-ից n ինչ որ կոորդինատներ այս սրանք եւ սրանք իրար հետ վերցրած կտան ինչ որ կոորդինատներ a i-j q-ից կախված եւ qe կետով qj կետով եւ հանած q ու ինչ որ մի ուրիշ վեև ֆունկցիա որը կախված կլինի q-ից այսինքն երբ մենք անցնում ենք ուրիշ կորագից կոորդինատների ասենք բևեռային կոորդինատների կամ ուրիշ կոորդինատների Լագրանժի ֆունկցիան ստանում է այս տեսքը ու մենք գիտենք որ հավասարումները պետք է պարզապես գրենք Լագրանժի հավասարումներից նոր կոորդինատներում բայց ստեղ այս արժի մատրիցը ինքը սիմետրիկ է հեշտ է ցույց տալ որ ինքը կլինի սիմետրիկ ու ինքը որոշում է դրական որոշված քառակուսային ձև սա դրական որոշված է դրական որոշված այսինքն գնահատվում է ներքևից այս գումարը ներքևից գնահատվում է Q-ի նորմով բայց եթե նաև ենթադրենք որ ինչ է պետք է ենթադրել որ եթե f-ի արձանցալները սահմանափակ են ապա ինքը նաև վերևից կգնահատվի այսինքն կստանանք հավասարաչափ ուռուցիկ ֆունկցիա ուրեմն բնականաբար այդ հավասարաչափ ուռուցիկությունը նենց չի որ լրիվ պարտադիր է այսինքն ներքևից գնահատական անհրաժեշտ է որպեսզի ինքը ամենուրեք որոշված լինի վերևից գնահատականը պարտադիր չի պարզապես եթե վերևից գնահատական չկա ապա Համիլտոնի ֆունկցիան չի լինի հավասարաչափ ուռուցիկ այսինքն ներքևից գնահատական չի լինի բայց էլ ինչ որ բաներ կարելի անել ես այդ պայմանը դնում եմ որպեսզի ամեն ինչ մաթեմատիկորեն խիստ հիմնավորված լինի Եթե այդ պայմանը չկա, ապա պետք է նայել թե ինչ կարելի անել, էլի ինչ որ բաներ կարելի է ապացուցել։ Հիմա բազմաչափ դեպքում կարելի է ցույց տալ, որ այս սրա Լեժանդրի ձևափոխությունը արտահայտվում է այս մատրիցի հակադարձով։ Այսինքն եթե գրենք այն պայմանը, ոնց ենք գտնում Լեժանդրի ձևափոխությունը, պետք է վերցնենք սրա դիֆերենցիալը, սրա գրադիենտը ու լուծեինք ինչ-որ մի հատ գծային համակարգ, քառակուսային դեպքում կլինի գծային համակարգ, այդ գծային համակարգը տրվում է հենց այս մատրիցով։ Ստացվի սրա հակադարձով է որոշվում։ Մի խոսքով, այս ամեն ինչը նրա համար, որ սրա Լեժանդրի ձևափոխությունը, այս h փոփոխանը q-ը պահենք q, h cube-ն կլինի 1/2 որ այստեղ կոպիտ ասած գրված է 1/2 այս արտահայտությունը եթե այս մատրիցը նշանակենք մեծատառայով կախված կլինի q-ից ստեղ գրված է սկալար արտադրյալ a q q կետով
Q կետով, սա է գրված։ Լեժանդրի ձևափոխությունը այդ դեպքում կլինի A Q մինուս 1 P P և գումարած տեղ մինուսը դառնում է պլյուս VQ։ Այսինքն այն համակարգերի համար, որտեղ Լագրանժի ֆունկցիան իրոք կինետիկ և պոտենցիալ էներգիաների տարբերությունն է, Լեժանդրի ձևափոխությունը կարողանում ենք բացահայտ հաշվել։ Չգիտեմ, Արմեն, պատասխանեցի արդյոք, թե ինչ կարելի ասել է հաշի մասին։ Հա։ Շատ լավ, ուրեմն եկեք թեորեմը ապահովենք, իրականում ընդհանրապես բարդ չի թեորեմ, պետք է ուղղակի հասկանալ ինչ անել, եթե գրում ենք, թե ինչ ենք ուզում անել, միանգամից ամենի ամեն ինչ դառնում է ակնհայտ։ Եկեք ապահովենք միայն մեկ չափանի դեպքում։ Ուրեմն թեորեմի ապացույց։ Ուրեմն վերցնում ենք n-ը հավասար է 1 դեպքը, ուրեմն ցույց տանք, որ եթե ունենք a-ն, ապա ունենք նաև b-ն։ Ուրեմն ցույց տանք, որ a-ից ստանում ենք b-ն։ Ուրեմն ինչ ունենք, եկեք մի հատ գրենք։ Ունենք ացանցյալ dl db, ես ես հաշվել եմ x կետով t կետում և հանած dl dA էլի նույն x կետ և t կետում։ Մեկ փոփոխականներ, այսինքն a-ն և b-ն իրոք սկալարներ են։ Մենք սրա անուն դրել էինք այս մեկի անունը, մենք ասենք, որ սա մեր PT ֆունկցիան է, են կախված տեից։ Այսինքն, այս Լագրանժի հավասարումը ես կարող եմ գրել հետևյալ տեսքով, որ P կետովը հավասար է մինուս DL DA հաշված XT, X կետով T և T կետում։ Ուրեմն հասկանալ, թե ինչի այս DL DA-ն DH DP-ն է իրականում։ Այդ մենք ստացել ենք իրականում, որովհետև մենք ունենք հետևյալը, որ H ուրեմն X P T-ն հավասար է, պետք է վերցնենք P-ն, բազմապատկենք այն մեր px ֆունկցիայով, բայց px ֆունկցիան ինքով էր, ինքը հենց dh dp-ն էր։ Վերև բարձրանանք, ուրեմն մեր ժեն որոշում էր այս բանաձևով, որտեղ ֆին այս հավասարման լուծումներ, այսինքն Լագրանժան էացանցալած B-ի հավասար է P-ի։ Մենք այդ նշանակել ենք phi P-ով, բայց հետո մի երկու տող ներքև գտել ենք, որ այս մեր phi P-ն հենց ստացված Լեժանդրի ձևափոխության ացանցալն է P կետում։ Այսինքն այս ֆին, որ ես պետք է տեղադրեմ Լեժանդրի ձևափոխությունը գտնելու համար, իրականում արտահայտվում է հենց J-ով։ Տեղադրենք սրա մեջ, տեսնենք ինչ է լինում։ Ուրեմն DH DP, այս ամեն ինչը ես պետք է հաշվեմ X PT կետում։ Եվ հանած, ուրեմն Լագրանժանը պետք է հաշվեմ X կետով X կետով հենց DH DP-ն էր։ Եվ T, էլի X PT կետում։ Հիմա, ես ուզում եմ ցույց տալ, որ այս DL DA-ն, այսինքն ացանցալը ստայի, այն է ինչ որ մեզ պետք է, եկեք ացանցենք, ուրեմն ստանում ենք, ես ուզում եմ ստանալ ստեղ ացանցալը ստիքսի, ուրեմն DH
dx-ը հավասար է p, ստեղ ստանում եմ d2h dx dp, եկեք արգումենտները չգրեմ, միշտ նույնն է ստացվելու։ Հանած, պետք է l-ը ածանցեմ ըստ x-ի, ստացվում է dl dx, l-ի ես նույն կետերում, և հանած, l-ը պետք է ածանցեմ ըստ p-ի, dl dp, ես նույն կետերում x dph ես անգամ գրում եմ, որտեղ օգտագործելու եմ դա, և բազմապատկած d2h dx dp։ Բայց ինչ է սա, ես մեր ֆունկցիայի ածանցալն է, փոփոխական ես, որի հաշվում եմ Լեժանդրի ձևափոխությունը, հաշված այն լուծման վրա։ Այսինքն ես ստացվում է հենց p։ Եկեք մի հատ վերև բարձրանանք։ Եթե մենք վերցնում ենք սա, հաշվում ենք լուծման վրա, ստանում ենք p։ Այս այդ նույն արտահայտությունը, պարզապես f-ը հիմա l-ն է, ածանցալը ըստ b փոփոխականի է, ֆին էլ մեր լուծումն է, որը հավասար է dh dp-ի կամ g'-p-ի։ Այսինքն օգտագործում ենք ես, որպեսզի այս երկրորդ անդամը փոխարինենք p-ով։ Երկրորդ անդամը փոխարինում ենք p-ով, ստանում ենք նույն ինչ որ առաջինը, այսինքն սա սրա հետ կրճատվում է, ու մնում է հենց dl dx-ը, կամ dl d-ան, մինուս dl dA։ Այսինքն ես ստացա երկրորդ հավասարումը։ Այսինքն ստեղ սրա փոխարին ես կարող եմ գրել մի վերքեմ, ես ստացա մինուս բայց պետք է ստանայի պլյուս, իսկ ստացա պլյուս, որովհետև ստեղ նշանի սխալ եմ արել, ստեղ մինուս էր, ես տարա աչ մաս ու էլի մինուս գրեցի, պետք էր գրել պլյուս։ Ստեղ ստացվում է dl dA, dl dA-ն այդ մինուս dh dx-ն է, մինուս dh dx։ Այսինքն ես ստացա Համիլտոնի հավասարումներից երկրորդը, ուրեմն առաջինի համար, առաջինը ինչ էր ասում, առաջինը ասում էր, որ x կետով է, ուրեմն պետք է ստանանք, որ x կետով է, հավասար է dh dp-ի, հաշված էլի x p t կետում։ Բայց մենք ինչ ունեինք, ուրեմն մենք ունեինք, որ ոնց ենք մենք հաշվել h-ը, վերքեմ, x կետով է հավասար է dh dp, ուրեմն ոնց ենք մենք հաշվել h-ը, h-ը հաշվելու համար, h x-pen, եկեք տեն չգրեմ, տեն դեր չի խաղում, h x-pen, այդ հավասար էր, հավասար էր պետք է վերցնեի l-ը, հաշվեի x, phi p, phi-ն էդ նույնն է, ինչ որ dh dp-ն, phi p կետում։ Չէ, ես ինչ եմ գրում, մի վերքեմ, ես երկրորդ բանն էր, մենք պետք է վերցնեի p phi p, և հանած l-ը x phi p կետում։ Ինչ եմ ես ուզենացել, որ x կետովը հավասար է
x կետով հավասար է DH դեպի ինչ եմ իրապես տեղից այդ պարզ չի ոնց է պետք ստանալ մի վարքյան մի րոպե մեր պեն աչի իրականում սրա կարիք չկա այս ճիշտ է բայց սրա կարիք չկա մեր պեն հիշենք որն էր p-ի սահմանումը պեն այդ dl dx կետովն էր xt x կետով t կետում բայց այս հավասարումը մենք էլի գալիս ենք այդ նույն հավասարմանը այս հավասարումը ունի միակ լուծումը ու այդ միակ լուծումը եթե մենք լուծում ենք ըստ x կետովի այդ միակ լուծումը x կետով t-ն տրված է այս phi ֆունկցիայի միջոցով phi-ն որը հաշված է pt-ի վրա բայց ով էր phi-ն phi-ն այդ մեր dh dp-ն էր որը ես պետք է հաշվեմ դիտարկելով որպես այս երկուսը որպես պարամետր եւ տեղադրեմ pt-ն այսինքն ստացվում է xt pt-ն որպես փոփոխական ըստ որի հաշվում է ժանրերավախտությունը եւ t-ն Այս իրականում այս երկրորդ հավասարումը հենց p-ի սահմանումից է հետևում։ Մենք ասել ենք, որ p-ն հավասար է սրան, հետևաբար ես տեղից x-ը կարող եմ միարժեք ձևով, x կետով միարժեք ձևով կարող եմ որոշել, ու այդ x կետովը հենց տրվում է phi ֆունկցիայով, որը մենք արդեն գիտենք, որ dh dp-ն էր։ Դե սրանով ապացույցն ավարտվում է։ Արա, այն փաստի, որ a-ից հետևում է բան։ Շատ լավ, եկեք եւս մի քանի րոպե հասկանանք ինչի b-ից հետևում է ան ու դրանով կվերջացնենք։ Արդյոք այս առաջինի մասին հարցեր կան, թե ինչի a-ից հետևում է b-ն։ Շատ լավ, հարցեր չկան, այդ դեպքում նայենք թե ինչի է b-ից հետևում ան։ Համարյա նույն բանն է, ուղղակի պետք է հասկանալ թե ինչ ենք ուզում։ Այսինքն ապացույցը ես տեսնում եմ դժվար չի, բայց ուղղակի պետք է հասկանալ որից ինչ է հետևում։ Մենք ունենք, որ x կետովը հավասար է dph և p կետովը հավասար է մինուս dxh։ Բացի դրանից ինչ գիտենք, որ եթե մենք ուզում ենք լուծել այս հավասարումը, dl dx կետով x կետով t հավասարումն ենք ուզում լուծել, հավասար է p-ի, այս նույն բանն է, ինչ որ dh dp-ն հաշված x p t կետերում հավասար է x կետովին։ Ստեղ բնականաբար x բոլորը փոփոխականներ են, ստեղ ոչ թե x-ի հացանցանը, այլ x կետով է, որպես փոփոխական։ Այս բազմաթիվ անգամ արդեն տեսել ենք, որ այս հավասարումը, եթե մենք լուծում ենք ըստ x կետովի, ապա լուծումը արտահայտվում է հաշի p հացանցանով։ Հիմա մենք ինչ ունեինք։ Մենք ունեինք արդեն որպես ֆունկցիա t-ից, մենք ունեինք այս երկրորդ հավասարումը։ Ճիշտ է, մենք ունենք, որ ցանկացած t-ի համար 0 t-ում x կետով t-ն հավասար է dh dp հաշված xt pt և t կետում։ Մենք նույն բանն ենք ստացել, ինչ որ այս հավասարումը։ Ստեղ x կետովը բոլորը փոփոխականներ են, հիմա ասում եմ, որ t-ի կորժենք արժեք տեղադրելուց ես ստանում եմ այս հավասարությունը, բայց այս հավասարությունը նույնն է, ինչ որ այս մյուսը, որ pt-ն հավասար է dl dx կետով, ստեղ որպես փոփոխական է, ստեղ արդեն որպես ֆունկցիա xt x կետով t և t։ Այսինքն այս մեզ տալիս է p-ի մասին պնդումը։ Մենք ասում ենք, որ եթե x-p-ն լուծում է, ապա p-ն արտահայտվում է l-ի հացանցալների միջոցով հաշված x կետով t կետերում։ Մենք ստացանք p-ի մասին պնդումը։ Հիմա պետք է ցույց տանք, որ x-ը բավարարում է Լագրանժի հավասարմանը։ Եկեք պարզապես գրենք այդ Լագրանժի հավասարումը։
Լագրաժի հավասարում ասում են հետևյալը. D DT DL DB հաշված x կետով t կետում եւ հանած DL DX L-ի նույն կետում հաշված x կետով t։ Պետք է ցույց տանք, որ սա հավասար է 0-ի։ Բայց ստեղ մենք գիտենք արդեն, որ այս արտահայտությունը ոչ կա, այսա։ Այսինքն սա։ Այդ մեր p-ն է։ Այսինքն այս նույնն է, որ ասենք սա տեղի ունի, եթե մենք ցույց տանք, որ D DT PT հանած DL DX-ը էլի այս նույն կետերում xt x կետով t հավասար է 0-ի։ Բայց մենք p-ի համար ինչ ունենք։ P-ի համար ունենք այս երկրորդ հավասարումը, p-ն հավասար է մինուս dh dx։ Ու սրա համար մենք արդեն հաշվել ենք, որ dx h-ը, մենք արդեն գիտենք, որ dh dx-ը հավասար է մինուս dl dx-ի։ Այս մեր նախորդ բանի փոքր հաշվարկն էր։ Ուր էր։ Սա էր dh dx-ը, այդ նույնն է ինչ որ մինուս dl dx-ը։ Այսինքն սա ես կարող եմ փոխարինել այս մինուս նշանովը, սա կարող եմ փոխարինել dh dx-ով, տանում եմ աչմաս, ստանում եմ այն ինչ որ պետք է։ Սենց նայելով թվում է թե ինչ որ մի հատ ինչ որ հրաշք է տեղի ունենում, բայց իրականում հրաշք չկա, պարզապես մի փոքր հաշվարկ է, պետք է հասկանալ թե ինչ է տրված, ինչ ենք ուզում ստանանք։ Այս մի ճապանի դեպքին նայելով հեշտությամբ կարող եք ստանալ բազմաչափ դեպք, այսինքն լրիվ նույն բանն է կանում, ոչ մի տարբերություն չկա։ Պարզապես ստեղ այս սկալար հավասարումը դառնում է վեկտորական հավասարում։ Այս սրանք դառնում են վեկտորական հավասարումներ, բայց իմաստը լրիվ նույնն է։ Ուրեմն այն, որ մենք ունենք Համիլտոնյան համակարգ, մի շարք հետևանքներ ունի, էներգիայի պահպանման օրենքը, ցիկլիկ կոորդինատների մասին ինչ որ հետևություններ եւ այլն, Լյուվիլի թեորեմ եւ այլն։ Այդ ամեն ինչը կուսումնասիրենք հաջորդ անգամից սկսած, իսկ այսօր սրանով վերջացնենք։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա այսօր այսքանը, հանդիպենք հաջորդ անգամ։ Տեսություն բոլորին։ Ստեսություն։ Հաջողություն։